Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երևան Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել տարել են դրամապանակը։ Մեկնել էին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստերը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր եւ անձնագիր։ Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մայլյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդ։ Նույն օրը ժամը 12:15-ին նա հայտնաբերվեց ջրվեժ թաղամասում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։